Իսկ իրավախախտումների մեջ ընկած է նաև այն, որ դու տանդ նստած ես, հանկարծ իմանում ես, որ քո հայրենիքի անունից ինչ որ մեկը գնացել է եւ ասում է դե բնական է, էլի Գորիս Կապան ճանապարհը փակել են, այդ մերը չէր։ Եվ դու ասելու բան չունես։ Վաղը ասում է, բանը, մենք խաղաղություն ենք հաստատում, բայց ռազմագերիներ ունես։ Ես որպեսզի հարցերը չկրկնեմ ասեմ, դուք շատ կարևոր երևույթի մասին խոսեցիք, նման իրավիճակներում ազգը պետք է իր ուժերը միավորի, իսկ ազգը իր միավորումը սկսում է նախ քաղաքական ուժերի շուրջ միավորվելուց, այնուհետև այդ միավորումը շարունակվում է արդեն համազգային մակարդակով, այդ միավորումը կայացնելու համար պետք է առաջի քայլը կատարել։ Եվ որպեսզի որևէ մեկը խանդի դրսևորում կամ բարդույթ չզգա, մենք դրել ենք մի հարց, որը բոլորի համար ընդհանրական է։ Ինչի մասին էլ խոսում ես, դրա հիմքում ընկած են իրավախախտումները, ազգային իրավախախտումներ եւ մարդկային։ Տեսեք, ազգայինի մասին որ խոսեցի, ասեմ, ավելի սարսափելի բան, քան Արցախի ինքնորոշման իրավունքի մերժումն էր, դա միայն մեր թշնամիներն են արել։ Նույնիսկ կոմունիստական բռնապետության տարիներին, ինչի մասին որ խոսում էին, Արցախի ինքնորոշումը անքննելի էր։ Համաշխարհային հանրությունը ստեղծեց կառույց Մինսկի խումբը, որովհետև ինքնորոշման իրավունքը ուրանալ չէր կարելի։ Բայց այսօր Հայաստանում իշխանության տեր է մի մարդ, մեր անունից երկրի ճակատագրով զբաղվում է մի մարդ, որը ուրացել է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ազգերի ինքնորոշման իրավունքի ուրացումը դա հանգիստ մնացեք։ Մենք բոլորը ձեզ հետ ենք, դուք էլ մեզ հետ եք, շնորհակալություն։ Ուրեմն, եթե անպայման, եթե որևէ իշխանավոր ուրանում է թեկուզ հեռավոր աֆրիկյան մի երկրի մարդկանց ինքնորոշման իրավունքը, դա արդեն ամենասարսափելի մարդն է, որ կարող է լինել։ Մեր այստեղ հավաքվելը, հաջորդ օրերին հավաքվելը ունի մեկ հիմնական նպատակ։ Այդ հիմնական նպատակը մարդկանց օգնել, որ իրենց արժանապատվության տերը լինելով առաջ գնան։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է։ Այս ուրբաթ հավաքվեցինք որպես նախապատրաստական քայլ եւ այս քայլի ընթացքում մենք խոսեցինք իրավախախտումների մասին, հիմնական իրավախախտումներն են։ Հաջորդ ուրբաթ բոլոր նրանք, ովքեր որ համամիտ են, որ մեր դժվարությունների հիմքում ընկած է մեր մարդկային եւ ազգային ընդհանրական իրավունքների խախտումը, ներառյալ նաեւ հավատացյալների ազատ լինել, իրենց խճի ազատության հարցում անկաշկանդ լինելու խնդիրը։ Նրանք կարող են միանալ հաջորդ ուրբաթօրվա մեր համահավաքին, հանրահավաքին, ես այդպես կասեմ, ես չեմ վախենում։ Գիտեք, եւս երկու ուրբաթ մենք հավաքվելու ենք ու ամսի 18-ին, փետրվարի 18-ին հայ ժողովրդի ազատասիրությունը խորհրդանշող օրը, Երևանի 1921 թվականի Երևանի ազատագրման օրը հավաքվելու ենք այստեղ արդեն հավաքականորեն տեսակետ արտահայտելու։ Գործերի հաջորդականության մեջ շատ կարևոր է, որ այս 2-3 շաբաթների ընթացքում մենք նաև մասնավոր քննարկումների ընթացքում հայտարարի գանք գործողությունների մասին։ Բոլոր նրանք, ովքեր որ խոսում են ընտրություններում բան փոխելու մասին, դա իրենց իրավունքն է, բայց նրանք պիտի հասկանան, որ ընտրություններ չեն լինելու առանց միավորման։ Միայն մի դեպքի այսպիսի իրավիճակներում բոլորը առողջ ուժերը պետք է միավորվեն, իսկ ավելի ճիշտն այն է, որ մենք հասցնենք մինչ այդ սահմանադրական բարեփոխումներն իրականացնել եւ ընտրությունները կատարել նոր սահմանադրությամբ։ Գործողությունների մեր հաջորդականության հիմնական ուղին այդ է։ Պարոն Հայրիկյան, դուք հայտարարություն եք տարածել, որ այսօր կարող է լինեք 100 կամ ավելի քան հազարավոր աջակիցներով, ինչու չեն մասնակցում։ Ինչն է պատճառը։ Ներողություն, ես ինչպես եք հաջորդ ուրբաթ հավաքվելու։ Դուք շատ ճիշտ նշեցիք։ Մեր իրազեկման փաստաթղթում մենք նշել ենք, որ կարող են լինել 100 հոգի, կարող են լինել փակագծերի մեջ, կարող են լինել հազարներ։ Ես ազգային ազատագրական պայքարը, հազարապատիկ ավելի դժվար պայքարը սկսել եմ 5 հոգով։ Եվ 5 հոգով սկսած պահին ես երբեք չեմ ասել, որ վաղը կամ մի տարի հետո պիտի 2 միլիոն մարդ իմ ծրագրերի օգտին քվեարկի։ Այսօր մենք խոսում ենք այն բանի մասին, որ կոչ են խղել, որ աշխատանքային օր, աշխատանքային ժամի, իրենց իրավունքները, պարտականությունները հասկացող մարդիկ լինեն այստեղ։ Քանի հոգի կարող են լինել, ենթադրաբար 100։ Բայց կարող է մարդիկ իրազեկվեն նաև ձեր միջոցով եւ լինել 1000 հոգի։ Այսինքն հիմա ինչու մարդիկ չեն եկել, ես ասում, մարդիկ չեն եկել իրենց իրավունքն է։ Վաղը եթե ոչ ոք չգար, ես հանգիստ նայեմ, ես իմ պարտքը կատարում եմ։ Գարեգին Դժդեը մի օր ասեց, հենց տարերի վրա որ մենակ եմ, ինչի ժողովրդի չեկավ։ Կգաք լավ, հենց եկան իրար հետ աշխատեցին։
Հենց չեկան ինքն էլ թողեց հեռացավ Հայաստանից։ Ես նայում եմ այս բանին մեր անցյալի փորձառու մարդկանց տեսակետից, անում ենք մեր պարտականությունը, որովհետև զգալ պարտականությունը եւ չկատարել վախկոտություն է։ Սա Կոնֆուցիոսի խոսքերն է, իսկ Աստված մեզ բազում անգամներ Աստվածաշնչի միջոցով ասում է՝ մի վախեցեք։ Ես իմ պարտն եմ կատարում, դուք ձեր պարտն եք կատարում նաեւ այսօր իմ խոսքը փոխանցելով, մենք պարտավոր ենք օգնել բոլոր նրանց, ովքեր որ ելք են փնտրում իրավիճակից։ Իսկ եթե բանը հասնի նրան, որ ոչ ոք ելք չուզենա, թող ոչ ոք չմտածի, որ ինչ որ մեկը պարտավոր է 20 տարի բռնադատվելուց հետո անընդմեջ իր ողջ կարողությունը ներդնելուց հետո էլի շարունակել։ Դրա համար ես նշել եմ սահման։ Փետրվարի 18-ին կգաք, բարի, միասին խոսենք, թե ինչ ենք անելու միասին։ Եթե չեն գա, ես ինձնից կախված արեցի եւ թող ոչ ոք դրանից հետո չտրտնջա ինչ որ դժվարությունների վերաբերյալ։ Վախեցած, ընկճված մարդուն պատրաստ եմ օգնել, բայց չկամեցող մարդուն օգնելը նշանակում է բռնանալ նրա ազատ կամքի վրա։ Այսօր մենք այստեղ ենք ներկայացնելու մեր հանրության ներսում տրամադրված արկա տրամադրությունները եւ այդ գործը կատարում ենք հնարավոր բոլոր միջոցներով։ Ես եմ շնորհակալ։